Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, բարի երեկո սիրելի ընկերներ, բարի երեկո հայ ժողովուրդ։ Գիտեմ բոլորդ էլ մտահոգված եք, բոլորդ էլ ուշով հետևում եք այս քաղաքական անցուդարձին, որը տեղի ունեցավ Փարաքյարում և Գյումրիում, սակայն ի սկզբանե ուզում եմ ասել, որ չհուսահատվեք, սա պայքար է, սա կյանք է, սա քաղաքականություն է, սա իրավիճակ է, որ մենք պիտի ուժեղ գտնվենք և հաղթահարենք։ Հեղափոխությունը ինքնին բարդ երևույթ է և անդադար ես կրկնել եմ, որ դեռ գործեր շատ կան, դեռ անելիքներ շատ կան և հեղափոխության նավը իր հանգրվանին հասցնելու համար մենք դեռ շատ աշխատանքներ պիտի կատարենք և այդ գործում մեզանից յուրաքանչյուրը ունի իր դերն ու նշանակությունը և իր պատասխանատվությունը։ Ասելիքներ շատ կան, խոսելիք շատ կա, իսկապես այս քաղաքական դաշտը նման է ալեկոծ օվկիանի, անկախատեսելի երևույթներ շատ են տեղի ունենում, անսպասելի կերպարանափոխություններ և նաև անակնկալներ շատ են տեղի ունենում, սակայն մենք երբեք և երբեք պիտի չհուսահատվենք, ինչու համար եմ ես անդադար միշտ շեշտում նվիրվածության մասին, անկեղծ և անշահախնդիր նվիրվածության մասին, այն նվիրվածությունը, որ ընդհանուր գաղափարով վերցված կոչվում է հայրենասիրություն, սակայն մեր պարագայում դրա մեջ մենք շեշտը դնում ենք մեր թավշյա հեղափոխության, մեր հաղթանակած հեղափոխության ամենակարևորագույն գործը, որ դա պիտի լինի դրա պաշտպանումը, դրա պահպանումը, եթե իրոք մենք անկեղծ ենք եղել և միշտ մեզանից յուրաքանչյուրը, գուցե դուք ավելի անգամներ շատ խոսում ենք մեր վարչապետի մասին, մեր վարչապետի կողքին լինելու մասին, մեր երկրի իշխանության կողքին լինելու մասին, բայց այստեղ են ասում անկեղծությունը կամ արդարության մասին խոսելը ոմանց կարող է ցավ պատճառել, ոմանց կարող է ուրախություն պատճառել, ոմանց կարող է ուժ տալ, ոմանց կարող է մտորումների առիթ տալ և ինչ-որ տեղ այդ մտորումներից նույնիսկ թևաթափ լինել։ Ես դրա կողմնակիցը չեմ, ես միշտ լավատես եմ և նորից եմ ասում, մենք չունենք նահանջ և միշտ դեպի առաջ։ Բոլորդ գիտեք, ընտրություններ էր, ես որպես սովորական քաղաքացի ու իմ պարտքն էի համարում ինչ-որ չափով օգնել այդ ընտրություններին, թե գրառումներով, թե այս եթերներով, թե ներկայությամբ ֆիզիկապես, թե տվյալ քաղաքում պատահական կամ մի քանի ծանոթ մարդկանց հետ զրուցելով, թե ասենք թե գլխավոր շտաբում կամ տեղամասային շտաբներում ինչ-որ մի աշխատանք լիներ, կատարեի, այնքանա, որ ասում են մի թեկուզ կաթիլ ինչ-որ բանով օգտակար լինեինք և իմ խղճի առաջ ես հանգիստ եմ, ընդամենը թեև մեկ կամ երկու օրերի ընդմիջումներով ես ուղիղ 5 զոր ու գիշեր եղել եմ Գյումրիում, 5 օր ընդամենը և ասելիքներ շատ կան, ես
նյութի մեջ, որ լայվը պիտի անեի, նշել եմ, որ քաղաքացիական պայմանագիրը պետք է վերանայվի եւ մաքրվի եւ այստեղ ճիշտ է վարչության նախագահան մեր վարչապետն է, սակայն վարչապետը մեր նման մարդ է, բազմազբաղ, որ մի գործը անի, երկիր կառավարի, արտաքին հարաբերություններ կառավարի, թշնամիների դեմը առնի, երկրի մասին մտածի, մարդկանց մասին մտածի, թե գասես մանր հարցերի մեջ խառնվի, որ ուզենա էլի չի կարողանա, որովհետև այն մարդկանց, որ նշանակել է ամեն մեկը, պիտի իր պարտականությունը սրբորեն կատարի։ Ամեն անգամ հանդիպելիս որպես մարդ, անկախ հեղափոխական լինելուց, անկախ կուսակցական լինելուց, օտարի վերցնենք, բարև ենք տալիս, չէ, այո, տվյալ մարդուն, որ հաջորդ օրը տեսնում են, նորից են բարևում, թե ոչ, այո, նորից ենք բարևում, դա քաղաքավարություն է, չէ, ես ամեն ինչ հիմա պիտի բացահայտ ասեմ, ու ուզում եմ բոլորից շեշտել, որ քաղաքացիական պայմանագիրը չի պարտվել, քաղաքացիական պայմանագիրը հաղթած է և այսօր իշխանության է և ժողովրդի մեծամասնությունը էլի վայելում է, փաստը, ճիշտ է, Փարաքյարում պարտվեց, դա էլ իր թերությունները ունի, թե ինչու համար, այդքան չեմ կարևորում, բայց ես, որ ներկա եմ եղել անձնապես Գյումրիում, այդ մասին կպատմեմ։ Բայց ոչ մեկը չնեղանա։ Ես հիմնականում եղել եմ գլխավոր շտաբում։ Բայց անցած տարիներում ինչ-որ կառույցում, որ ես տնօրեն էի աշխատում, բոլոր աշխատողներին անունով ոչ մի անգամ չեմ դիմել, իրենց ազգանուններով եմ դիմել, հարգանքի նշան է, բոլորին բարևել եմ, վարորդ կլիներ, քարտուղարուհի կլիներ, թե ուսուցիչներ կլինեին, թե ուր որ գնում էի կամ գործերով, առաջինը մարդու տպավորությունը բարևից է, եթե բարև չես տալի, դրա շարունակությունը իմաստ չի գտնում, նախ այդ մեկ բառից դու ամբողջ քո նկարագիրը ցուցադրում ես, թե ով ես, ես հիմա չգիտեմ ով ինչ կրթություն ունի, ով երբ է սովորել, ով ինչ է սովորել, ով երբ է փողով դիպլոմ առել, կամ այն սնկի նման աճող կոոպերատիվ համալսարանների ու ինստիտուտների դիպլոմները առել, որ սկի դասի գնային, չգնային, ոչ իր պետքն էր, ոչ էլ դասախոսների պետքն է եղել կամ այդ ինստիտուտների ռեկտորատների, իրանց ուսանողը պետք եղել, փողը վճարումը կատարիմ, դասախոսներին էլ պետք է եղել զաչոտու քննության ժամանակ փողը առնի, գնահատականը դնի գնա, այդ ձև ոչ թե հազարավոր, այլ տասնյակ հազարավոր, 100 հազարավոր դիպլոմներ կան, բայց եթե մարդը բարև տալ չգիտի, այն որ ասում են երեկվա երեխեն, մի հատ անցյալ կյանքը, ընդեղ գիտեք ինչն է խնդիրը, ինքը Սարիկ Մինասյանը շատ լավ տղա է, շատ լավ մարդ էր, բոլորը դրա մասին խոսում են, ու ինձ էլ ասել են, ես էլ դա տեսել եմ, բայց խնդիր կար, եթե ՔՊ կուսակցության նվիրյալներ լինեին շուրջ բոլորը, ես անհնար էր, որովհետև առաջին օրվանից մեջն եմ եղել, բոլորը գիտեք, ես անձամբ կճանաչեի, 10-ին, 20-ին, 30-ին չէի ճանաչի, բայց ոչ թե հակառակը, 30-ին ճանաչես, 270-ին չճանաչես, լիքը անկապ մարդիկ կային, գնում գալի, ցուցադրում, 5 օր քայլարշավ ենք մասնակցել, այդքան նկարում էին, հա, գործունեությունը պիտի ծավալեին, ցուցադրեին, թաղամասերում այլում, մի նկարներում ես կամ, չկամ, չեմ էլ ուզում, ես դրա կարիք չունեմ,
ես այդ ամեն ինչը շատ շուտ եմ անցել, ես գնացել էի օգնելու, բայց ինչ-որ մի հատ երեխա պատգամավոր, եթե նույնիսկ բարև տակ չգիտի, եթե ես գնում եմ մարզպետի աշխատասենյակում նստում եմ, բարևում են, այնտեղ Հասմիկ Հակոբյան կա, այնտեղ Նազալի Բաղդասարյան կա, այնտեղ մարզպետ կա, թեկնածու կա, բարևում են, բայց ինչ-որ մի հատ չընթրլո, նույնիսկ բարևելը չգիտի, մենակ հեռախոսը ձեռքին, ստեղ զանգեր, այս թեկնածուին, այս վստահված անձին, ժողովուրդ, դա ոչ թե պատգամավորի գործ էր, դա 8-րդ դասարանի երեխեն էլ կարար աներ, համալրատային զանգեր սրան, այս հարցը տար, այս հարցը ուղեր եւ այլն։ Շատ բան չխոսամ, բայց մի քանի բան պիտի ասեմ, որովհետեւ ես նախապես էլ ասել եմ, շատերը կնեղանան, շատերը կխոսեն եւ այլն, բայց դա ինձ չի ուզում, որովհետեւ ես շատ բան եմ իմացել ու նվիրյալներ են պետք ԿՊ-ին, նորից եմ կրկնում, ոչ թե դառնում են ԿՊ, պաշտոն են ձեռք բերում կամ չգիտեմ այդ քողի տակ անձնական կյանքն են դասավորում, անձնական կարիերան են ստեղծում, այն գազելի դուր բացող փակողը, որ աշխատում է գազելի դուր բացի Գյումրիում, ոնց է կարողանում միանգամից Մերսեդես առնի ու մի երկու տարվա մեջ եկա հողամաս առնի, որ գյումրեցիներն էլ կանգնեն ինձ ասեն, արի քեզ տանենք ցույց տանք, էսա, բա այդ ոնց եղավ։ Մերժվածների ջրաղացին մենք ջուր լցնելու իրավունք չունենք։ Մեր վարչապետը որտեղ հասնի հսկի, որ մեկը անի, լրիվ վարչության անդամները պիտի անեն։ Ընդեր եթե, Սարիկ Մինասյանին, պաշտպանողները, սատարողները, ինքը ճանաչում է այդ մարդկանց, ընդգրկել է շտաբում, ամեն մեկը մի գործ անում են, բայց որ ասեմ նվիրյալներ էին, կամ ինչ-որ քաղաքականությունից բան հասկացողներ էին եւ այլն, ոչ։ Այդ ոնց Արեն Մկրտչյանը գգա, Կարեն Սարուխանյանը գգա, Վահագն Ալեքսանյանը գգան, վայ Ռոբերտ, բարևեն եւ այլն, բայց ինչ-որ մի հատ չգիտեմ ովքեր, նույնիսկ սենց ասած էլի, ես լուրջ էի վերաբերվում ամեն ինչին, հետևում էի, բայց ոչ մի վարքյան չեմ դադարել ամբողջ համացանցը պրպտելուց, իրավիճակին հետևելուց եւ գոնե իմ լուման հիմա գրառումներով կլիներ, լայքերով կլիներ, չգիտեմ, եթերներով կլիներ, մարդկանց հետ հանդիպելով կլիներ, զանգերով կլիներ, ասում էի մի բանի օգնեմ, մերնա, ես ընդեղ ոչ Սարիկ Մինասյան եմ ճանաչել, ոչ Հայաստանում իրան միջև է տեսել եմ, ոչ նրան, ես ծառայում եմ ու նվիրված եմ մենակ իմ կուսակցությանը, իմ վարչապետին, իմ հայրենիքին, ուրիշ ոչ մի բան ինձ չի հետաքրքրում, ես չեմ ուզում կամ չեմ էլ մտածում, որ պիտի մերժվածները, այդ գողերն ու այդ ամբարոյականները, այդ թալանչիները վերադարձի ճանապարհ ունենան։ Եվ վստահ եմ ու ես համոզված եմ, որ Գյումրու կամ Փարաքյարի ընտրությունները երբեք քաղաքականության մեջ իմ համար նախերգանք չեն կարող լինել։ Բայց ինչ բնում է բարեվարկությանը, դա շատ կարևոր է, որ յուրաքանչյուր պաշտոնյա, յուրաքանչյուր պետական աշխատող, վարչապետի աջակից, նույնիսկ այն ամենահասարակ ԿՊ-ական անդամը այլևս իրավունք չունի դրսում իրեն ցուցադրելու եւ նույնիսկ շռայլություններ ցույց տալու մեջ։ Այլապես պիտի ըստ ժողովրդի ասացի, ինչով պիտի տարբերվենք հներից։ Այ մարդ, ես չեմ ասում պետական պաշտոնյան պիտի վատ ապրի, ոչ, պիտի լավ ապրի, բայց ոչ թե մի տարվա մեջ 2 հարգանի պալատ սարքի, հողեր առնի տարբեր տեղեր, կամ որ կյանքում մեքենա չի ունեցել միանգամից Մերսեդես առնի ու ինձ գան ասեն բայսի ոնց աշխատավարձով,
աշխատավարձով տուն է առնում Երևան։ Գյումրեցի ես Երևանում տուն ես առնում։ Ոնց եղավ այդ աշխատավարձով։ Այդ բոլորի պապերը, տատերը ժառանգություն էին թողել, բայց եթե ժառանգություն էին թողել, այն ժամանակ հագից շոր չի եղել։ Իսկ հիմա բրենդային է Կիրակի օրերով եկեղեցի գնում օրինակ։ Այս ամեն ինչը ժողովուրդը տեսնում է։ Եվ ոչ մեկին իզուր տեղը եկեք չքննադատենք։ Ժողովուրդը հեղափոխությունից մեծ ակնկալիքներ ա ունեցել ու դեռ ունի, դեռ չի հուսահատվել ժողովուրդը։ Սակայն մենք ինքներս պիտի մեր կյանքով, մեր նվիրվածությամբ, այս ամեն գաղափարները, ամեն տեսլականները, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի իր ծրագրերում, ապագա կառուցելու մեր երկիրը, ապագան տեսնելու, ապագան շոշափելու, հանգիստ ապրելու, քաղաքակիր ժողովրդավար երկիր դարձնելու համար, դա կախված է մեզանից յուրաքանչյուրից։ Ոչ թե ես ասեմ շատ մարդիկ կային, որ սկի ասում էին խոսքի էսիով ա, որ էսխի ա եկել, որ իսկ ովքեր որ ճանաչում էին, ուրախ էին, բայց իրենց չցանկությունը ոմանց ինձ համար կարևոր չէր, որովհետև իրենք ոչինչ չէին։ Նեղանալ չլինի, կամ էլ նեղանում են նեղանան։ Անթրաշ կամ չգիտեմ ինչ, ստից գնում գալի, ա գնալ գալով չի, կամ ես մի ամսվա մեջ չի, կամ մենակ քարոզարշավ պիտի չլինի, որ դուրս գաս գնաս ժողովրդի մեջ հանդիպես, միջև էդ էլ պիտի արվեր այդ գործը, ոչ թե մենակ ընտրությունների ժամանակ, ամեն օր ոնց որ ես եմ դուրս գալի քաղաք հանդիպում, ստից մի հատ խանութ եմ մտնում, եթե հարմար է լինում, հաճախորդ է լինում, կամ վաճառողուի է լինում, կամ չգիտեմ դրսում ավտոբուսում է լինում, տաքսիում է լինում, խոսացնում եմ, համոզում եմ, տարածում եմ գաղափարները, որ այս բաներ այլ է, բա գիտեք, այսօր այս քաղաքում այս դպրոցն է կառուցվել, բա գիտեք, այստեղ ասֆալտ են արել այս քաղաքում, այս փողոցը քանի կիլոմետր եւ այլն, պիտի աշխատել, ոչ թե մենակ նստելու ոչինչ չանել։ Իսկ ինչ մնում է անդիմությանը կամ այդ լրատվականները, որ ես լրիվ նայել եմ, լրիվ լսել եմ, ճիշտ արդյունքները ցույց կտա ինչ կլինի, բայց այսօր խնդիրն այն է, որ ես դրանց ասեմ, նախ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում ոչ մի ընտրախախտումներ կամ չգիտեմ արտարոց դեպքեր չի արել, որտեղ կա գրում են ջախջախիչ, տապալված է ԿՊ-ն, որոշից հաղթանակ են տարել Փարաքյարում, ԿՊ-ն պարտվեց, լսեք, սրանք իրենք էլ են զարմացած, կամ ասում են բանը, կուտակումներ չի եղել, կուտակումներ եթե եղել է, հենց իրենց կողմից է եղել, ընդդիմություններ, իրենք էին մեքենաներով տանում, մարդ բերում, մի քանի անգամ նույն մեքենան էին տեսել եւ այլն, թե ինչ պիտի անեին այդ չեր երևա արդեն մեքենայի մեջ փող էին տալի, թե չէին տալի, բացի այն լելոտ կինը, որ գցել էին համացանց, էշեշ դուրս էր տալիս։ Ընտրախախտումներ եթե արել են, իրենք են արել, կամ էլ ասում էին հոսանքազրկվեց, լույսերը տարան, տո էդ էլ է իրանց ձեռի արած գործը եղել։ Այդ լույսերն ու այդ լույսերի հիմնարկը իրանցն է, մերը չի, անջատողները իրանք են, ու դա շատ վատ է, որ իրանք է։ Սա դրանք էր էլի դա ուղղակի։ Բայց եթե մենք ընտրախախտումներ անեինք ու իրենց նման առաջվա նման իշխանական լծակները տեղաշարժեինք, բակարդության նախարարը գզանգեր բաժնի վարիչին կամ դպրոցների տնօրեններին ու կասեր հլը ձեզ տեսնեմ, բոլորը ձեր ուսուցիչներով, ծնողներով, չգիտեմ ինչերով ձայները պիտի տակ։ Ոչ թե 37% կլիներ, այլ 57% կլիներ։
Առողջապահության նախարարը գզանգեր պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները կասեր պիտի բոլորը ձայները տալ։ Այ ժողովրդավարությունը դրա մեջ է, որ դա մենք չենք արել, որ վարչապետ իրեն թույլ չի տվել խառնվի։ Ես նույնիսկ падգամավորների անուններ կամ պետական աշխատողների անուններ չէի տա, եթե արդեն լրագրողի հարցին Նազելի Բաղդասարյանը պատասխանած չլիներ, որ դա բնականon գործընթաց է, աջակցություն է։ Այստեղ խնդիրը լրիվ ուրիշ է։ Ով եկել էին, լավ էին արել, սակայն ինչով են օգնել, որ եկել են։ Սրա մեջ փնտրեք դուք հարցը։ Գալով ներկայությունով ինչ էին անում։ Սարիկին հուսադրում էին, հիմա ով ինչ արել, ով ինչ կերպով կարողացել է մի ձայն կորզել, դա շատ լավ է, բարեկամ, ծանոթ, ընկեր։ Հիմա ասեմ, պիտի ասեն գլուխ է գովում, բայց արդեն ուշ է։ 184 գյումրեցու ես բան եմ արել, որ իրաց ձայները տան քաղաքացիական պայմանագրին։ Բա այդտեղ եթե 300 մարդ կար շտաբներում գնում գալի աշխատող բա եթե ես գյումրեցի չեմ 183 թե 184 հոգու կարողացել եմ լավ թող այդ 184-ից 84-ը ինձ խափած լինի 100 հոգի ձայն բա դուք եթե այդտեղ մենակ այդ շտաբում գնացող եկողները գյումրեցիները կամ կողքից եք կամ Մախուրյանից եք կամ Ղուկասյանից եք կամ չգիտեմ որտեղից եք Բա եթե դուք այդտեղ եք ապրում ամեն մեկը 100 բանան եք 30,000 ձայն կլիներ այդքանը ժողովուրդն էլ իշ կտար իսկ իշ մնում է հա Սարիկ Մինասյանի կողմնակիցները աջակիցները ընկերները ովքեր որ հավատացել են մեր քաղաքացիները ձայները իրանց տվել են բայց երբեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չքննադատեք ու չցածրացնեք կուսակցության շնորհիվել է ժողովուրդը ձայն տվել վարչապետի շնորհիվել վարչապետին հավատացող գյումրեցիներն էլ են ձայնը տվել Սարիկ Մինասյանին դրա համար է խոսքից նախաբանում ասում ես Սարիկ Մինասյան չէի ճանաչում ես ում էլ ասել եմ խնդրել եմ ասել եմ ձեր ձայնը կտակ քաղաքացիական պայմանագրին եւ այլն տեխնացու Սարիկն է թիվ 1 համարն է էցը բայց հաստատ ես օրինակ իմ քաղաքում եթե ընտրություն լինի ովքեր որ գան ովքեր որ ուզենան աջակցեն չէ ամենաընդունելի մարդիկ են լինելու Քաղաքացիական պայմանագրի ամենասիրելի մարդիկ են լինելու, ամենաընտիր նվիրյալներն են իրենք լինելու, որ եկել հասել են ու ուզում են ինչ-որ մի բանով օգտակար լինեն։ Գյումրին իսկապես դեռ ռուսական շնչի տակ ապրում է ժողովուրդ ջան։ Ես չնկարեցի, որպեսզի որովհետև որ նկարեի հետո տարածեին եւ այլն պիտի ավելի ուրախանային բան Այս որ թիվն է ես կանգնել էի զարմացած 5 րոպե նայում էի ինձ թվաց ես 40 տարի հետ եմ գնացել մի հատ հսկայական խանութ փողոցի վրա կարմիր գույնի մեծ բառնով SSSR Հնարել էր մի 80 հատ էսել ես ավելացնեի, ասի գոնե կշտանակ, երևի իլա դեռ չեք կշտացել։ Շունչը կար ռուսական մշակույթի եսիմ ինչ, հյուպատոսարան, կամ դրանց թազա հյուպատոսը, վարչապետ ջան, լավ աշխատում են ընդեմ մեզ, Վաննաձոր, Գյումրի, Սպիտակ, թե ինչ են անում, ես չգիտեմ, աշխատում են, ես միշտ իմ լայվերում ասել եմ, երբեք ընդդիմադիրները Քոչարյանական կլինեն, Սերժական կլինեն, չգիտեմ, OEQ, Բարգավաճու, եսի միշտ կլինեն, երբեք դադար չունեն, միշտ աշխատել են,
ոչ թե նորից եմ կրկնում յուրաքանչյուր պաշտոնյա ԿՊ-ական վարչապետի շուրջը հավաքված թող ազգային ժողովի падգամավորներ դուրս եկեք ժողովրդի մեջ ամեն օր քայլեք մի ժամ քայլեք կես ժամ քայլեք խոսացեք տեսեք ինչ դարդուցավ ունեն բոլորը դուրս եկեք ԿՊ գրասենյակների դռները բացեք բոլոր քաղաքներում ու ասեք ժողովուրդ եկեք տեսնենք ովքեր որ ղեկավարում են այդ գրասենյակները նորից եմ կրկնում ովքեր որ ղեկավարում են նստեք ու ասեք ժողովուրդ եկեք զորով բերեք արի տեսնեմ դու ինչ խնդիր ունես ոչ թե նստեն կգան չեն գա ավելի լավ սա համատարած է ձեր ցավը տանեմ հեղափոխական նվիրյալներ հեղափոխական ընկերներ որոնք միշտ նվիրված ես ձեզ ասեմ լիքը մարդիկ կային որ ես ասում եմ չէի ճանաչում գիտեք ինչի համար եմ ասում չէի ճանաչում որ իրենք ակտիվ եղած լինեին գոնե համացանցով ինչ որ միտեղ կնշմարեի կճանաչեի էջերն ես հիմա բացում հա Սարիկ Մինասյանի շտաբի աշխատողներ են հա նկարներ կա արդեն Սարիկ Մինասյանի բան հետ ես գնում ընտրություններից ես քարոզարշավից առաջ ոչ մի բան չկա ոչ վարչապետի նկար կա ոչ հեղափոխական նյութ կա ոչ կառավարության ինչ-որ մի հատ բան կա ոչ մի բան չկա այսօր դառան շտաբի աշխատող կամ ստեղ կամ վստահված անձ կամ ինչ-որ մի ակնկալիք ունեն կամ ցուցակի ավականու անդամի մեջ արդեն անունները գրած է մեր երկու բան էս եղած էս օրերի նկարներ եւ այլն բան կա Էդի եղավ ում են բան անում հիմա կուսակցությանը թեկնածուին իհարկե թեկնածուին ոչ թե կուսակցությանը մեզ հարկավոր է հեղափոխությունը պահելու կուսակցության դերը բարձրացնելու մենք թույլ չենք տալու որ ժողովուրդը հիասթափվի ով ինձ ընդդիմացավ ու իմ նմաններին ընդդիմացավ ուրեմն ինքը վարչապետի եւ քաղաքացիական պայմանագրի թշնամին է ուրեմն ինքը կեղծ է ուրեմն ինքը եթե պաշտոն էլ ունի շայի համար է իր պաշտոնի համար է դուրս եկեք ժողովրդի մեջ աշխատեք դուրս եկեք ժողովրդի մեջ աշխատեք իսկ խանութներ են դրել անունները չտամ ովքեր են եւ այլն հեղափոխությունից հետո լավ են արել թող ասենք թե մի հատ խանութը աշխատում են բայց դրա շնորհիվ որ արել ես քո պաշտոնի քո բանի կամ այս բիզնեսը դրել ես ունես դե դրանից փայ հանի ժողովրդին աղքատներին ինչ որ մեկին ոչ թե Ֆրանսիայից կազմակերպություն գա Անտիր, մի երեք համալսարան սովորած մի հատ աղջիկ, պատվիրակություն բերի, այս կողմ, այն կողմ հանդիպեն, տվյալ պաշտոնյան անդադ տուրիզմից խոսա, տուրիզմը սենց, տուրիզմը նենց, այդ աղջիկը հետ դառնա մի օր, ասի, այս հավատ տանեմ, գնում եմ այս պաշտոնյայի մոտ, հոսքը մեր օրերին է, մեր իշխանությանն է վերաբերվում, անդադ տուրիզմից է խոսում, Փաստորեն ինչա դուրս գալի տուրիստական գործակալություն ունի։ Թող ունենա, բայց ուրիշ տեղերով ամբողջ քաղաքի համար, ամբողջ մարզի համար պիտի աշխատել։ Ոչ թե ուղիղ մեկ ուղղվածություն, տուրիստական զբոսաշրջիկություն, այնինչ, որ ինքը դրա մեջ է, այդ բիզնեսը ունի։ Բայց արդյոք այդ բիզնեսից ինքը դրա օգուտներից ժողովրդին համար ինչ-որ մի բան անում է։ Հետո ասում ենք, այս օլիգարխը սենց արեց է, հա այդ օլիգարխը արել է, թալանից է արել, բայց անում է։
ես գիտեմ, որ բիզնեսներից էլ են անում եւ ոչ մեկին անպատասխան չեն թողնում։ Հարցեր շատ կան, որ պիտի ժողովուրդ, մենք բոլորս սիրում ենք, չէ՞ Վահագն Ալեքսանյանին։ Սիրում ենք։ Ծանր հրետանի է, չէ՞, մերժվածների համար ամեն տեղ բան։ Այս այն ժամերով ինքը աշխատում էր նվիրված, ինչ կարողանում էր անում էր, բայց իր նույն աստիճանի մարդիկ կային, այստեղ չգիտեմ մի հատ վեր կենամ քայլեմ, ոնց էին քայլում։ Սենց։ Հա? Ինչ, ում եք ինձ զարմացնում, ով եք եղել, ում եք ինձ զարմացնում։ Ում սիրտը ցավում է այս ընտրությունների համար, թող նա վարչապետի անունը տա, թող նա ասի ես քպայական եմ, իսկ ով որ մի քիչ էս թեթև ատանում եւ այլն, ինքը ամեն ինչ էլ է ձև թեթև ատանելու։ Այս մասին էլ խոսացին, հա, ռուսական ներուժը շատ էր ու զգացվում էր, մենք գործեր ունենք, մինչև հիմա այն որ անկախացանք, քաղաքների անունները փոխվեց ահագին եւ այլն, փողոցների անուններ, ինչու մինչև վերջ չշարունակվեց կամ հիմա եթե անենք մեզ ով է ուտելու։ Նոյեմբերյանի անունը մինչև հիմա Նոյեմբերյան է մնացել։ Փողոցները Բաթումի փողոց, Աշխաբադի փողոց, Սուխումի փողոց, Պուշկինի փողոց, Մոսկովյան, դրեք փոխեք սա։ Հերիք եղավ։ Դրեք փոխեք։ Ընդդիմությունն աշխատում է ու այնքան ծրագրավորված, այնց շահկապված, որ այդ լրության օրը ճիշտ է զբաղված էի, բայց նայում էի, որ Երևանում ցույց են անում։ Էլի ով էր անում, էլի ռուսական միջամտությամբ էին, չէ՞, ցուցարարները։ Վազգեն Գալստյանի, որ հավաքել էր, տարել էր։ Կամ արցախցիները տարել էին, լվացք էին փռել, ինչ էին արել։ Այդ լվացքը տանեիք, տեղը չգիտեք, գտեք Երևանում են։ Եթե այն մի քանիսը չգիտեմ որտեղ են, յանի որ անուններով գրած ռազմագերի չեն, ռազմագերին են մեր զինվորներն են, որ կռվել են ու գերի են ընկել։ Հանձնվածները ռազմագերի չեն։ Հա, մի քանիսը կան, որ հանգիստ եկան Հայաստան ու լուր են, տանկեր ծախողները, այն Վիտո Բալասանյան, այդ վերջի դաշնակ նախագահան, որ եկել են տաքսի սերվիզ են դնում նոր 0 կիլոմետրով մեքենաներով։ Գնացեք դրանց առաջ լվացք փռեք։ Կամ աղաղակում են, ինչի պիտի չտակ 50,000-ները, լավ էլ պիտի տակ։ Ախր դե այդ Արցախի բանկերը, ոսկինները, թալանած, որ բերել են, այն նրանց դեմ գնացեք, ձեր փողերը ընդեղ է, ձեր փողերը իրանց մոտ է, որ մարդ կա եկել է, $150,000 ավտոին է տվել, $150,000 էլ բնակարանին է տվել։ Ինքն էլ է Արցախից եկել, դու էլ, այդ 300,000-ը մենակ մի անգամից դրան որտեղից։ Այդ ոնց բերեց, հերթով ստուգվելով գալիս էին, այդ $300,000-ը ոնց բերեց, որ առան, ինձ համար նշանակություն չունի, ես հեսա մի հատ թեմայի կանդրադառնամ, գող, բոզ, դավաճան, թալանչի, ինչ մերժված ուզում է լինի, նախկին լինի, նոր լինի, հին լինի, սուրբ լինի, անսուրբ լինի, իմ համար գոյություն չունի, ով բիծ քաշեց այս հեղափոխության վրա, ով հանուն իրա սեփական, անձնական շահերի մտածելով, հադելով այս հողը առա, այս բնակարանը առել եմ, բա մի հատ էլ թորին,
Այս դեպքում է ժողովուրդ ասում, բա նախկիններից ինչով եք տարբերվում։ Ժողովուրդը շատ ամեն ինչ լավ հասկանում է, դպրոցն ու մանկապարտեզը, փողոցները, շենքերը, ինչը որ կառուցվում է, ջանքերը ամեն ինչ տեսնում է։ Բայց հանկարծ այդ օվկիանոսի մեջից մի կաթիլը եթե թունավորված է լինում, դա էլ է տեսնում։ Ու խոսակցության թեմա է բացվում։ Վարդան Ղուկասյանը հավաքեց 20%, համարյա 21%։ Այդ 21%-ը մեծամասնությունը Սարիկին է ձայնը տվել, ավելի շատ մենք աջակիցներ ունենք Գյումրիում։ Խնդիրը բոլորս էլ արդեն գիտենք ոնց է, այն բոլոր ուժերը միացրած իրար, հա, շատ են եղնում։ Դրա համար այս խոսալս հենց սրան է վերաբերվում, որ պիտի մենք շատ աշխատանք կատարենք, ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր շրջապատում, ամեն մեկս մեր գյուղում, ամեն մեկս մեր քաղաքում, ով ոնց կարող է, իսկ եթե խանգարող լինեն, դրեք ու խայտառակեք համացանցով, դրեք ու խայտառակեք, մի հատ էլ նամակ գրեք վարչապետին, մի հատ էլ գնացեք հասեք Երևան ու բողոքեք կառավարությանը, մեր ընկերոջը գրեք, սիրով կպատասխանի, Տարոն Չախոյանի, տեղ կհասցնի, հարց է լինում, գրեք։ Այս սրա բարեկամն է, այն նրա բարեկամն է, չգիտեմ, լիքը բաներ կա, որ քիչ-քիչ խոսանք, բայց ուզում եմ ասել, որ ամեն ինչ չէ, որ պետք է վարչապետի վրա մնա, վարչապետը բային, լավ, հիմա ես էլ եմ ասում, վարչապետը պիտի մաքրի քպն և նվիրյալները մենակ մնա, Արեն Մկրտչյանի նմանները, նվիրյալները, Վահագն Ալեքսանյանի նմանները, այդ ձևիները պիտի մնան ու աշխատեն, բայց մարդիկ կան, որ պիտի թռնեն, այլապես մի քիչ կարող է հետո բարդ լինի, կամ էլ իսկապես հետո փաստի առջև կանգնենք, ուղղակի մենք լավատես ենք և շարունակում ենք պայքարել ու շարունակելու ենք պայքարել ու շարունակելու եմ այսինչ երեսներին ճպասնել։ Ժողովուրդ, այդ ընտրության օրը ժամը 8-ին 10 էր արդեն պակաս, 3 օր տարբեր տեղեր էի, դրանից առաջ մի օրը Երևան էի, հետո շուտ հասել էի Գյումրի, էլ վիճակ չկար վրես ու ես հիմա եմ զարմանում, իսկապես աշխատող մարդը, վարչապետը ոնց է դիմանում, ոնց է այդքան աշխատում, այդքանը լրիվ իրա վրա է, այս երկիրը, այս լրիվ այս աշխարհագրությունը, որ կա քաղաքական փոխվում է, այն երկիրը, հազար ու խնդիրներ, այնքան դժվար է, այնքան ահավոր է, գոնե պիտի մենք ոնց ասեմ, սենց մեր գլխի վրա դրած մանտանք, ամեն կերպ կարողանանք աջակցել, իսկ ով որ այդ քողի տակ իր սեփ գործն է անում, կամ Պուտինի լողացած ջուրն է խմում, դրանց պետք է մենք հայտնաբերենք ու հրապարակ հանենք, մերժվածների մասին չի խոսքը, մերժվածները գիտենք մերժված է, մեր դիմաց կանգնած են, իրանք էդ են, այդ իրանց սկզբունքն է, իրանց կուսակցությունն է և այլը, խոսքը մեզ է վերաբերվում, մերոնց մեջ, են որ ասում էին վարչապետ, բայց թեկուս մասնատելով, թեկուս փոքր բանը են, ինչ էր սա Գյումրիում անունը խոսում էինք, բան էինք անում, ոչ մեկն չէր ճանաչում, են որ ասում էր 100 չէր ասում, հազարավոր մարդիկ են իմ հետևից գալի հեղափոխության ժամանակ ճանապարհ էինք փակում, էինք անում, սա երևի որ միտեղ իրան 5000 հատ կամ 2000 հատ կամ 3000 հատ լայք են դրել,
սա իմացել է, որ այդ լրիվ դնողները ինքը այդքան Գյումրիում մարդ ունի, Արտյոմիկը, որ տեխնացություն էր դերել։ Երևի մտածել էր այդքան էլ իրան ձայն կտան, այդ չէր պատկերացել, որ այդ լայք դնողներից մեկը ասենք թե Սիսիանում է, մեկը, չգիտեմ, Դիլիջանում է, մեկն էլ Սևանում է, մեկն էլ Մոզամբիկում է։ Հա, ինչ արեցիր, որ։ Ես օրեր առաջ ասեցի, խայտարակ ես սեղնելու։ 1000 ձայն ես հավաքել, մի տոկոս ես հավաքել։ Ինչ արեցիր մտամ թե։ Վայ հիմա ոնց ես նայելու, հլա դեռ պաշտպանողներ էլ կար մեր մեջից։ Արտյոմիկը։ Ժողովուրդ, հիմա եթե չխոսեմ, պիտի ասեմ, բա եթե այդտեղ ես եղել ես, ոչ։ Առաջի մասը, որ խոսքս վերաբերում է մեր պատգամավորին, Վիլեն Գաբրիելյանին, թող դրա պատասխանը քաղաքական ղեկավարությունը տա մեր կուսակցությունը ու ես գիտեմ, որ վարչապետը անարձագանք չի թողնի։ Մի բան կա, որ ամբողջ համացանցում չկա, իրան վերաբերյալ, այդ տվյալ այդ դրվագի նախերգանքը, որ երկրորդ հարգումը տեղի ունեցել, ու ես այդտեղ հասկացա, որ ինքը adekvat չի այդ պահին, բայց ես դեռ չգիտեի, որ ինքը Վիլեն Գաբրիելյանն է, կարող է եթե կաշում շալվարով լիներ եւ այլն կամ մի քիչ այնց գրական խոսալով, բան, այդ վաղ ինչ-որ իմանայի կամ տեղը բերեի, բայց 8-ին 10 պակաս ես գնում եմ, որովհետև ընտրատեղամասերը փակվում է, արդեն մնում է հաշվարկի գործը, բան եւ այլն, ես ոչ մի բան չունեմ անելու, շատ պիտի հետևեմ, դրսից էլ կարող եմ հետևել, ես գնում եմ։ Նախ մինչև ես Վիլենի պահը, որ դրսում կատարվել է, բոլորը գիտեն, բոլորը տեսել են, բայց մի բան կա, որ ոչ մեկը չգիտի, ոչ մեկը չի տեսել, ընդամենը 2-3 սովորական երեխա կային, տղա երեխա, որ այդ շտաբ էին մտնում կամ դուրս գալի, որոնք չէին այդ պատկերացնի, որ ինքը ով է կամ այդ ինչ անում եւ այլն, բայց ես լուրջ նայում էի, հետո իմացա ինչա, էդի ես ոչ մեկին չեմ ասի, որովհետեւ ես գաղտնիք պահել գիտեմ, քանի որ դա բացահայտված չի եւ այլն, բայց եթե իմ քաղաքական կուսակցության ղեկավարությունը հարցնի, ես տեղյակ կպահեմ։ Փաստորեն իմ գնալուց հետո այդ շարունակությունը դրսում է կատարվում, արդեն այս կողմ են կողմ, դա բոլորը գիտեք, ինձ համար ես չեմ շիրա չեմ տալիս, բայց ինձ համար շատ զարմանալի այդ միջադեպը տեղի ունեցել ու դա իմ համար ներելի չի։ Ղեկավարը այն ամենահասարակ դաստիարակից սկսած, ուսուցչուց սկսած, տնօրենից, մարզպետարանի աշխատողից, եթե քաղաքապետարանի աշխատող է, կամ ընդհանրապես եթե քաղաքավարություն ունեցող մարդ է, իրավունք չունի իրան այդ ձև պահելու դրսում։ Լրագրող կլինի, ով կլինի, հակա կլինի, ինչ կլինի, չի կարելի հեղափոխության այս 7 տարիների վրա կամ կուսակցության վրա հետք թողնել, բիծ թողնել։ Խոսելու տոնը, քաղաքավարության նորմերը, տեսեք ամբողջ ընդդիմադիր դաշտը բարեբարկությունից է խոսում։ Բայց չգիտեր, որ իրանք էլ կամ այդ 5-րդ շարասյան լրագրողները հենց այդ բանի են սպասում։ Ինչ որտեղ սովորական մարդը կարող լրագրողին ինչ ասես ասի։ Եթե հեռու չգնամ, ես ոնց էի մեկ-մեկ բերանս բացում 20 հարկանի ես մերժվածների բանին։ Ստեղ էլ Հայաստանում էլ եմ բացել։
բայց որ օրվանից ես հանձն եմ առել լինել կուսակցության մեջ եւ այլն, իրավունք չունես։ Դու որովհետեւ արդեն քաղաքական ուժ ես ներկայացնում։ Իսկ այն ժամանակ ես ազատ էի, սովորական մարդ էի։ Իրավունք չունենք, պետք է կամ սադրանքների պիտի չտրվել։ Նորից եմ ասում, այդ լրագրողները տեսնում եք, չէ՞, պոկ չէին գալի։ Իրանց այդ ձև բան էր պետք, իրանց առիթ էր պետք։ Միշտ սա Գյումրիում, քանի օրեր որ ես եղել եմ, տեխնացուին, պատգամավորներին, շտաբի աշխատողներին սադրիչ հարցեր էին տալի, բա որ էսի սենց չլի ոնց, էսի սենցը լինենց, բա քպն սենց, բա ձեր վարչապետը սենց, բա լիքը մարդիկ են եկել, բա ճիշտ է, բա էս մարզպետն էլ էր եկել, բան, սենց բաներ էին անում, ամենտեղ կպնում էին, պոկ չէին գալի, բայց եթե մարդը լուրջ է լինում, նորմի մեջ adekvat է լինում, դրանց չի տրվի։ Իսկ այն ինչ որ տեղի ունեցավ, ես դատապարտում եմ։ Ու նորից եմ ասում, եթե ես տարին 2 անգամ գրում եմ, ովքեր հեղափոխության դեմ են եւ այլն, ով ին վարչապետի դեմ է եւ այլն, նույնիսկ եթե հարազատ եղբայրս լինի, հարազատ հայրս լինի, ուրեմն ինձ էլ են դեմ, ես էլ իրենց եմ դեմ, ես իմ խոսքերի տերն եմ։ Պատգամավոր կլինի, հարազատ կլինի, բարեկամ կլինի, աղբերս կլինի, ով կլինի, ընկերս կլինի 50 տարվա, որ շատերը հեռացել են այս քաղաքականության պատճառով, ես էլի չեմ փոշմանում։ Ես իմ սկզբունքների տերն եմ։ Բայց այն մարդը, որ 7 տարի է արդեն վարչապետի հետ է, կամ պաշտոն ունի, կամ ինչ-որ գործ ունի, ինքը իրավունք չուներ է ձեր բան անելու, իրավունք չունեն կաշառք վերցնելու, իրավունք չունեն միանգամից միլիոնատեր դառնալու, որ չբերեն իմ աշկը կողեն։ Ունեցած եղնեին նախկինում, կասեի հա դե ունեին այդ բիզնեսը աշխատել է, շարունակվում է, մարդիկ խոսքի պապական ունեցել են եւ այլն, հիմա ինչ անենք, խելացի մարդը աշխատում է կառավարության մեջ կամ իշխանության մեջ, բայց որ փաստացի ասում են տես, էսի սենց, այսի դրեց, էսի սենց դառավ, էսի էսա սարքում, էսի են էլիտար շենքերն է սարքում, էսի էս ու լավը գիտեք որն էր Գյումրիում ժողովուրդ ջան, որ այդ ժողովուրդ ասում էին մենք համոզված ենք, որ վարչապետը ոչ մի բան չունի, ասում էի ձեր ցավը տանեմ, ասում եմ ես գիտեմ ոչ մի բան չունի, ինքը այդ կառավարական ամառանոցում է ապրում, ոչ մի բան չունի, պալատներ, չգիտեմ ինչ, հա նորմալ ապրում են, բա ղեկավար է, բայց իրենք նկատի ունեին այդ բիզնեսներ, չգիտեմ, օլիգարխիա եւ այլն, այնքան ուրախանում էի, որ ասում էին, բայց ասում եմ մենք տեսնում ենք ովքեր են միանգամից աճում եւ ինչեր են անում։ Էդ էլ էին ասում։ Ով ասելա մենք գիտենք վարչապետը ոչ մի բան չունի, ուղղակի աշխատում է նվիրված, թեկուզ քաղաքականությունից հեռու մարդիկ սովորական ասում էին քու ցավը տանեմ, տենց ասում էի ինձ հավատա, դու ճիշտ ես ասում էի, բայց բոլորիդ հայտնեմ, որ այսօր առավոտյան 6 ժամ հանդիպում եմ ունեցել Գյումրիում մի մարդու հետ, որը քաղաքականության մեջ չկա, ոչ մի կուսակցության, ոչ մեկին չի հարում, ոչ մեկին չի ընդունում, բայց բոլորին ճանաչում է։ Բոլորին ճանաչում է։ Գյումրեցի, հայտնի մարդ է Գյումրիում, հայտնի մարդ է, որ անունը տամ, բոլորը կիմանան։ Ուղղակի դա ես եմ ասում, դուք ինձ հավատում եք։
6 ժամ տևել է մեր խոսակցությունը։ Ու այնքան բան եմ իմացել։ Ընես չի, որ ես իր ասածների վրա եմ հիմնվում։ Կամ փաստեր, կամ բաներ, որ ասում էր, ես դրա մասին գիտեի։ Բայց բաներ էլ կային, որ չգիտեի, որ ասենք թե երեկակնանի հեծանիքը միանգամից դառնում է Mercedes, Սադախլավի բոթասը դառնում է 300 եվրոանոց դոլարանոց, ասենք թե Puma, այս ձևի բաներ պիտի չլինի։ Ես նորից եմ ասում, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լավ ապրելու, ձգտելու, աշխատելու, բայց պետական աշխատողը շռայլության մեջ ու հատկապես այս ժամանակաշրջանում, այս թոհուբոհի մեջ, որ ամեն կողմից բան են անում, հարցակվում են ու քար են ուզում նետել հենց անձամբ վարչապետի վրա, պիտի թույլ չտա, որովհետև ժողովուրդը ձեզ է նայում, հետո չի ասում այսինչանը սենց, ասում են հը, քպայական։ Ձեզ համեստ պահեք, համեստ, մեկ էլ, որ ես ամբողջ կյանքում չեմ սիրել, նույնիսկ մայրաթոռում են տերասողիկ, չգիտեմ, որ հետո յանի բան եղավ հայցուկ դառավ, ու դրա նման մի քանիսները կային, որ միշտ ասել եմ, իրենց էլ եմ ասել, ու հետո էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, այն որ սենց են մանգալի, այն որ վեղար էին դնում, մի անգամից յանի մենք արդեն դառանք կուսակրոն, արդեն են մնացածին սենց էին նայում, հիմա այս նույն պատմությունն է, ինչ որ մի հատ 25 տարեկան կամ 35 տարեկան, որ ասեք թե ես մի հատ ինչ արել, ինչ չարել, հմի ունի, չունի, հետի թող ինձ չել հետաքրքրում, ասենք թե այս գործին է դառել, պաշտոնյա է դառել կամ թեկուզ պատգամավոր է դառել։ Մի հատ արի քո անցյալը նայի, հետո իմ անցյալը նայի։ Դու ինչ ես արել հայրենիքի համար, ես ինչ եմ արել իմ ամբողջ կյանքում հայրենիքի համար։ Արի դնենք իրար կողքի, տես որ դու ոչ մի բան ես։ Նույնն էլ այս բարևարկության մեջ։ Ես մենակ այդ երեկվա բարևարկության բանը չի, որ ասեմ, բայ էտի խես ասում։ Ես կաշառքի մասին էլ եմ ասում։ Եթե կաշառքա էսա էնա, լրիվ արդարադատությունը թող այդ հարցերի պատասխանը տա։ Մեկ է, ժողովուրդ ջան, այն որ ասում ենք լիքը գործեր կա, միջև այսօր ժողովուրդ հետ է պահանջում։ Հեղափոխությունից մենք սպասում էինք, որ այդ թալանչինները ու դավաճանները, նաև ռազմական դավաճանները դե պատժվեն։ Բազմիցս տարբեր հրապարակումներում ասվեց, որ գործերը շատ են քննչականներում, հակակոռուպցիոնում, չգիտեմ որտեղ, ողջեմ իրավագիտական համակարգում։ Ճիշտ են ասում ժողովուրդը, ուր է դատվածը, որ մեկը դատվեց, այդ ձև են ասում, ցույց տվեք, հեռուստատեսությամբ ցույց տվեք, այս պետական դավաճանը, որ ասենք թե թուրքերի հետ կապվել է կամ ռազմական գաղտնիքը հայտնել, կամ գողեգող գնացել է Վրաստան իբր հանգստանալու, բայց գնացել է Թիֆլիս, չգիտեմ ադրբեջանական կամ թուրքական դեսպանատան աշխատողների հետ դավաճանությունը արել փողի դիմաց եւ այլն։ Դրեք մի քանիսին դատեք, որ այս ժողովուրդը տեսնի։ Այդ էլ պիտի Նիկոլը գա բռնի տանի դատի, Նիկոլը դատավոր է, դատախազ է, քննիչ է, դուք պիտի անեք։ Այ ուրիշ խնդիր ինչի չեք անում մինչև հիմա։ Ինչի չեք անում։ Դուք պիտի անեք։ Ազգային ժողովի նախագահը չի գալու այս դավաճանին բռնի, տանի, դատի, դատանի, բերդ տանի, էսի չեք անում։ Սա թիկունքից հարված է։ Ընկերներ, սա թիկունքից հարված է։ Ժողովուրդը երբեք ինձ համար չի սխալվում։ Ժողովուրդը 15 թվականին է մեծ պլակատ սարքել։ Ժողովուրդը երբեք չի սխալվում։ Ժողովրդի կամքը կոտրել չեք կարող։ Սա իմ նշանաբանն է, իսկ հեղափոխությունից հետո
Սա է այն նշանաբանը, չկա նահանջ և դեպի առաջ, բայց եթե այդ առաջ գնալու ճանապարհին մենք այդ մեր նավը հեղափոխության միջև հանգրվան չհասցնենք, համարեք, որ ձախողված ենք լինելու։ Իսկ ինչ վիճակում ուզում լինի, մարդը, նամանավանդ եթե պետական պաշտոնյա է, դու պատկերացնում եք մի հատ պետական պաշտոնյա գա ասի, օրինակ ես քաղաքապետարանի ես ինչ բաժնի վարիչն եմ, դրսում մարդկանց հետ հանդիպում կամ ծանոթի կամ քո հետ ու խոսում է ախպերս կամ սենց նենց արա դե լավ է բամա ինչ կմտածի մարդը այսա պիտի ընդամենը մի քանի ամիս Եվրոպայում ապրեիք ու պատկերացնեիք, որ քաղաքապետարանի աշխատողը կարա այդպես խոսա մարդու հետ դրսում։ Հենց այդտեղ կբամփեին գլխին։ Պիտի լրիվ մաքուր գրական հայերենով, լուրջ խոսա եւ այլն, ոչ թե դրսի բարբարով, հա իրանց տունը իրան նեղ շրջապատում իր բարեկամների մեջ կամ իր անգերների մեջ, հա, բայց ընդհանրապես հասարակության մեջ եթե անունը դրած է, ինչ-որ տեղ այդ գլուխա գովում պետական աշխատողը աստեղ եմ աշխատում եւ այլն, իրավունք չունի, եթե հայերեն, մաքուր, գրական, խոսելաձև, էթիկայի կանոններ, բարեվարքություն, քաղաքավարության նորմեր, եթե չունի, ինչքան խելք ուզում է ունենա, թող գնա իր տունը ստեղծագործի։ Բայց ոչ թե կանգնի լրագրողին ասի 1:26-ին իշխանափոխություն է լինելու, փոխվելու է, ինձ թվում է, ոչ թե թվում է, ես համոզված եմ, ընկերներ ջան, վարչապետը սրա պատասխանը տալու է, ինչպես շատերի պատասխանը տվեց, նույնն էլ այդ երեկվա դեպքի պատասխանն է տալու, գնահատականը, ով ուզում է եղնի իմ համար, հեշտ նշանակություն չունի, նույնիսկ եթե գլխավոր դատախազ լինի, եթե իրան այդ ձև բան թույլ տա, վերջի վերջով պետական աշխատողը կամ կանգնի այդքան մարդկանց մեջ դե խմած էր էլի, ոնց ասեմ խմած չէր, որ պարզ պատասխանում ասում է բանը, ինչ կապ ունի, խմած եմ կամ խմած չեմ, այսինքն շատ մեծ կապ ունի, եթե խմած չես, բարի է, բայց ոչ թե ասես, ինչ կապ ունի, խմած եմ, թե խմած չեմ, այսինքն խմած ես, որ դա ասում ես, ինչ կապ ունի, կամ այդքան բանա մանդատը, այդ յուրաքանչյուր ուզողի, ցանկացողի դու կարող ես քո գրպանից հանել մանդատը տալ, ասում է, ուզում ես տամ ձեռդ գնա, մանդատը, կուսակցության կողմից, պետության կողմից տրված մանդատը, կուսակցության քվեններ շահած և պատգամավոր դարձած մեկը ասի, տամ ձեռդ գնա, ուզում ես տամ ձեռդ գնա, բա որ, այդ լրագրողը, աշկից լուսը չի, կամ Քոչարյանի ճորտնա, կամ ես իմ Սերժի ճորտնա, կամ չգիտեմ, այն Անժոյի բուտքի ճորտերից է, ես չգիտեմ, անի նովա, ով ուզում է լինի, բա որ ասեր, հատ տուր, դու ասում ես մանդատս տամ ձեռդ գնա, բա որ ասեր տաղա ես, տաղամարդ ես, հատ տուր ձեռս, պտի տայիր, հանեիր տայիր, չգիտեմ, ես ամեն ինչ ասեցի, մենակ վերջում ավելացնեմ սիրելի ժողովուրդ, մենք ուժեղ ենք, մեր վարչապետը, ամեն ինչ անում է, մեր վարչապետը իր կյանքը նվիրել է մեր երկրին, մեր ժողովրդին, միջև վարչապետ դառնալը ինքը բազում տառապանքների մեջով անցել է հանուն արդարության, դա ամեն մարդ չի կարա,
Ամեն մարդ չի կարա հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն ժողովրդաբարության կյանք զոհաբերի, որ չիմանա բաղի իր հետ ոնց են վերաբերվելու։ Ամեն մարդ ոչ թե չի կարա, այլ նույնիսկ այդ համարձակությունը չի ունենա։ Եթե երկրի ղեկավարը նվիրվել է հայրենիքին, ժողովրդին, դու ով ես, որ չնվիրվես, ով մարդ։ Նվիրվեք, սիրեք, իսկ եթե պաշտպանում եք, անթերի պաշտպանեք, անշահախնդիր պաշտպանեք, նվիրյալներ եղեք, թե չէ զուտ ուղղակի կդառնաք սովորական ծառայողներ պետական, գործի են գնում, գործի են գալի, վերջ, այսքան բանը, բայց նորից եմ ասում, ինչ տեսնում եք բարձրաձայնեք ու գրեք, առաջին տիկնոջն էլ կարող եք գրել, ինքը կարդում է, վարչապետն էլ է կարդում, բայց որպեսզի իրանք շատ չծանրաբեռնե, պետական պաշտոնյաներին գրեք, իսկ այն պատգամ մեր ընկերները, աջակիցները, այս որ 7 տարի մեր հետ են, որ անդադ գրում են մեկ-մեկ այդ որ մեկը պատասխանեց, որ այս պատգամավորին են գրում, այսքան գրում ենք, ընդհանրապես պատասխան չկա, ոչ էլ բանատեղ են դնում, ոչ էլ կարդում են, չէ՞։ Դո շատ սխալ են անում, որ չեն պատասխանում։ Շատ ժամանակ չունեն, ունեն։ Ես ձեզ ասում եմ, ժամանակ ունեն։ Չեն պատասխանում, անդադ զանգեք, մեսենջերով զանգեք, թող անդադ հեռախոս գնա, զանգ գնա։ Դրեք Facebook-ով հայտարարեք, ասեք, պարոն այսինչ Մարտիրոսյան, այսինչ պետական աշխատողը, այսքան ես ձեզ զանգել եմ, նկարեք, դրեք, բան արեք, ով ուզում է եղնի, հերիքա, մենք լավ տեսնում ենք, ովքեր են նվիրյալները վարչապետի, հեղափոխության, հայրենիքի կամ կուսակցության, ովքեր են ուղղակի տեղավորվել, դուք էլ եք լավ տեսնում, ես հեռվից մի քիչ լավ չէի տեսնում, բայց համացանցով տեսնում էի, բայց հիմա ավելի լավ եմ տեսնում, հիմա նաև տեսնում եմ, ով ինչով է զբաղված, ով ինչերով է հետաքրքրված, ով ինչեր է ուզում ունենալ, ով ինչերի է ուզում ձգտի, արդեն դա ենք նկատում։ Իսկ այն մարդուն, որ Գյումրիում ես հանդիպեցի 6 ժամ այսօր, իրեն ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում այդ ժամանակի համար։ Սիրելի ընկերներ, երբեք ու երբեք չեք հուսահատվում, նույն ձևի պայքարում ենք, նույն ձևի աջակցում ենք եւ հեղափոխությանը, եւ վարչապետին, եւ մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, եւ շարժվում ենք դեպի առաջ։ Ինչպես միշտ ձեր ցավը տանեմ, չկա նահանջ եւ դեպի առաջ ու դուխով։ Բարի եւ խաղաղ գիշեր բոլորիդ։